Բարև ձեզ սիրելիներս։ Այսօր կուզեմ խոսեմ մի հետարքի թեմայի մասին, մի քիչ ավելի մանրամասն։ Դուք լսել եք, որ 300,000 ադրբեջանցի պիտի գա Հայաստան։ Նախ եւ առաջ պիտի պատրաստվել, պետք է բնակարաններ հատկացնել, պետք է տները, որտեղ մեր հայրենակիցները ապրում են, տեսնել ճիշտ են ապրում, սխալ են ապրում, բանը, մեզ գործընթաց է սկսելու եւ մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր հարևանները գոհ լինեն։ Որովհետև տեսեք ահագին մարդ է եկել Հայաստան, ռուսները ինչքան գոհ են, տեսնում եք ամբողջ օր գովում են։ Հնդիկները դեռ ոչ մի այդպես գանգատներ չունեն եւ 100,000-ներով եկել են, դե մի այդքան ադրբեջանցի գա, ոչ մի խնդիր չկա, չեմ տեսնում այդ խնդիրը։ Երևի թե Մալիկի հանդիսատեսը հետևորդը հասկացավ, որ այդ ամեն ինչ իրոնիա է, իմ ասածը լուրջ դեմքով եւ հիմա ասենք ավելի լուրջ այդ թեմային, քան երբևիցե։ Ուրեմն տեսեք, ինչ ասում ընդդիմությունը։ Ընդդիմությունը ասում էր, որ հենց որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի, պետք է ադրբեջանցիները գան։ Իսկ ԿՊ-ն ասում է, որ ասում եք պիտի գային, Նիկոլ Փաշինյանը ընտրվեց, բայց ինչի չեն գալիս։ Մի անգամից հիշեցի դպրոցական տարիները, ես 4-րդ կամ 3-րդ դաս չեմ հիշում, պատմություն երբ են ասում սովետի ժամանակ չեմ, բայց պատմության դաս էր ամենայն դեպս։ Եվ մեր դասատուն շատ լուրջ ասեց, որ ժողովուրդ ջան, Աստծո չգոյությունը վերջապես հաստատվեց հենց այն պահից, երբ Յուրի Գագարինը թռավ տիեզերք։ Նա այնտեղից ինչ տեսավ երեխաներ, տեսավ աստղերը, տեսավ լուսինը եւ մեջ չքնաղ երկրագունդը, բայց ոչ մի Աստված այնտեղ չկար։ Ես չգիտեմ, միայն իմ մտքով անցավ այդ միտքը, թե ուրիշ երեխեք էլ մտածեցին, ասի կարող է դե մի Աստված է, լիքը 1000 մի գործ կունենա, զբաղված է, իր կարող է լուսնի հետևը պահկվել էր։ Ամ գործ ուներ ինչ որ աստղի վրա էր կամ բան։ Գիտեք, այդպիսի մոտեցումը նման է մեր եկեղեցականների մոտեցմանը, երբ որ Աստվածաշունչը սկսում են վերցանել, հա, որ Աստված մի հատ ձյաձյա է, տենց ինչ որ, տենց մի հատ որդուն ուղարկեց, մեզ փրկեց սաղին, Ադամի կողից պոկեց կողը եւ սարքեց Եվային, հետո մենք սաղս բազմացանք եղանք, թքելով ամբողջ բիոլոգիայի բանի, տենց կենսաբանության, այսպես ասած, օրենքներին, ու մի խոսքով, հա, նոյան տապանը եւ այլն։ Երբ որ դա մտածում է փոքր երեխա, հասկանում ես, ասենք, դե երեխա է, անմիտ երեխա է, մտածում է Աստված կա, բայց ներ պահկվել է միտեղ երևի։ Կամ երբ որ մտածում ես դասատուի, ասենք աչքերով, որ արդեն մեծ հասուն եկած զի է, էլի, ասենք, դա նման է ռոպագանդայի։ Ուրեմն եկեք մտածենք այսպես։ Հնարավոր է, որ ադրբեջանցիները վերադառնան։ Իհարկե հնարավոր է։ Ես հիշում եմ Սերժ Սարգսյանի խոսքը, ասեց, որ երազում եմ այն օրը, երբ որ ադրբեջանցի երեխաները էլի սովորեն Հայաստանում հայկական դպրոցներում, որ մենք էլ այնտեղ հանգիստ ապրենք, խնդիրներ չլինեն, ոչ մեկ Սերժ Սարգսյանի երեսին չթռավ, ասենք, հունքերից չկախվեց, բան չասեց, դե այն ժամանակ, այսպես ասած, մեդիայում ընդունված չէր իշխանության հունքերից կախվել, հա, մեզ մոտ հիմա ընդունված է, եւ իրականում իսկապես հնարավոր է, երբ որ ասիմ 200 տարի, միգուցե եւ սկսեն գնալ գալ, մենք էլ վերադառնանք, իրանք էլ վերադառնան, ինչ-որ բան տենց, չգիտեմ, ինչ-որ պրոցեսներ սկսվի համաշխարհային, առևտուրի հետ կապված, այսինքն ինչի հետ կապված, բայց հավատալ, որ այնտեղ, ասենք, բողջալամի շեղած ինչ-որ տենց ադրբեջանցիներ են կանգնած аэроպորտ կեպկեքով, տենց ոռով կնանիկ ոսկե ատամներով, խաղաղության աղավնիները սատկած ձեռքին կգան կապրեն եւ դեռ ավելին հələ մի բան է զորքեր պետք է հետները գա, որպեսզի իրենց պաշտպանի մեզանից, դեռ սկսես կասկածել։ Եվ ԿՊ ասացնել է կասկածելի, որ երբեք չեն գա, երբեք չի լինելու։ Ես ասեմ 100 տարի սխալ կլինի, որովհետև 100 տարի է անցել ընդամենը ցեղասպանությունից, բայց մենք որքան էլ, ասենք, իշխանությունը չուզենա, որ մենք չխոսենք այդ թեմայով, որ մենք չանցնենք դա, չգիտեմ, ստեղ-ընտեղ ինչ-որ սիմպոզիումներ, բաներ չանենք եւ որքան եք ուզի Սփյուռքի բերանը փակի, միևնույնն է դա չի ստացվելու, որովհետև դա աբսուրդ է, ասենք, ասենք բան ա եղել է, ոնց կարած չհիշես։ Եվ Եթե հիշենք նույն ասենք Պարսկաստանի օրինակը, մենք պարսիկների հետ էլ լիքը ունեցել ենք խնդիրներ,
բայց պարսիկները չեն ուզել մեզ ֆիզիկապես ոչնչացնել, մի բան էլ հիշում ենք, որ Շահ Աբբասը ստեղից ահագին մարդ տարավ, ասենք իր մոտ, որպես արհեստավորներ, որպես պիտանի, այսպես ասած, պիտանի նաֆար, հա, իրաց լեզվով ասված, եւ մինչեւ հիմա անդե ունենք սփյուռք, եւ շատ մեծ սփյուռք է, եւ շատ հանգիստ ապրում է, չնայած որ այսպես մուսուլմանական տոտալիտար երկիր է, իհարկե, բայց ստեղ ուրիշ հարց է, ստեղ ֆիզիկական ոչնչացման մասին է խոսքը, եւ դա մոռանալ ուղղակի հնարավոր չի, ես կարծեմ անգամ 300 տարի հետո։ Իսկ ինչ վերաբերվում Ղարաբաղյան խնդրին, դա 3 եղել, ասենք, եւ դեռ էլ բարձ չի այդ խնդիրը։ Ոնց է լուծվելու եւ լուծվել է դա արդյոք թե ոչ, ինչքան ուզում ես էջը թերթեցինք, Ղարաբաղյան խնդիր չկա, Ղարաբաղյան շարժում չկա։ Գիտեք, ինչքան ուզում ես ասա հալվա, մեկը բերանտ մեջ չի լինի քաղցր եւ ժողովրդի գիտակցությունից դա անելը հնարավոր չի։ Ինչ վերաբերվում է իրանց վերադարձին, եթե ասենք, ինչ չէ, կարող է այնքան լավ լինի ամեն ինչ, այնքան լավ ջանջիգար լինենք, չեմ հավատում, բայց մարդ ես, սկսենք ասենք, ամնդեղ ապրել, ամստեղ ապրել, ի վերջո աշխարհը գնում է դրան, սահմանները բացվեն, մարդիկ հանգիստ ապրեն, չնայած դա ուտոպիա է, բայց դե ես կուզեի, որ այդպես լիներ, հա, չլիներ այդ սահմանները, տամոժյաները, կռիվները, պատերազմները, զորքերը, զենքերը եւ այլն։ Բայց դա մի քիչ այսպես իդեալիստական ինչ որ տես մի հատ վիճակ է, որը տվյալ է այս հարևանների հետ դեռ չեմ պատկերացնում։ Եվ այդ ամենը, այսպես ասած, կարելի է ասել մի կողմից պրոպագանդա է, այս մյուս կողմից էլի պրոպագանդա է կամ անմտություն եւ ուղղակի ժողովրդին կատաղացնելու համար է։ Ճիշտ է, Ադրբեջանում կա, ասենք, տենց արևմտյան թե արևելյան, չգիտեմ, Ադրբեջան ինչ որ տես մի հատ կազմակերպություն, որը ուզում է վերադառնա, այնտեղ ինչ որ տենց կնանիք են խոսում, որ նаш պրեզիդենտ говорит, что բան եւ այլն։ Մենք գիտենք այդ ինչ պետություն է, դե պրեզիդենտ ինչ որ ասես պետք է ասես, մեր թայ չեն, էլի, որ ասենք պրեզիդենտը ինչ որ ասես, դե հակառակը կարող ասենք։ Դե մեզ մոտ էլ ասենք պարլամենտում, խնդրեմ, Ղարաբաղի դերոշները տնկած է ընդդիմության մեջ, դա էլ իրանց է ջղայնացնում եւ վերադարձի մասին խոսքեր կա, դա էլ իրանց է կատաղացնում եւ այտենց երկստեք իրար կատաղացնելով դեռ ապրում ենք, թե ինչով կավարտվի, ես չգիտեմ։ Դրա համար տրվել այդ այսպես ասած այդ խոսույթներին եւ որ իշխանությունը ամեն վարքյան պիտի ձեզ ամեն տեղ ասի որ մենք դե այդ հարցը չենք քննարկում եւ ըստեղից էլ ասեն որ հա ձեզ թվում էր ինչա տենց պահկվել էին տենց հա հետո ոնց եթե բան տենց չամադանները ձերքին հայ պետք է գային բայց չեն գալիս երկուսն էլ նման է ճշմարտությանը բայց երկուսն էլ ճշմարտություն չի այնպես ինչպես այն պատմությունը, որ ես պատմեցի իմ անկության մասին, հա, որ դասատուն ասեց, որ Գագարինը թռավ ու չտեսավ։ Աշխարհը փոխվում է ամեն վայրկյան, փոխվում է լրիվ անտրամաբանական ինչ որ ձևերով է փոխվում, անտրամաբանական կողմեր է փոխվում, բոլորը խոսում էին, որ ահան չի լինի ուկրաինական պատերազմը, բայց եղավ, մենք համոզված ենք, որ չի լինի ադրբեջանական, մեկ 44 օրվա պատերազմը, բայց եղավ։ Այսպեսի մի բան կա։ Ես ուղղակի տրամաբանում եմ, թեպետ էլի եմ ասում, որ տրամաբանությանը չենթարկվող ինչ որ պրոցեսներ են լինում աշխարհում։ Մենք հիշում ենք մենք տեսանք, որ որքան աշխարհը ուրախացավ, երբ որ այդ Ղարաբաղյան խնդրը ճակերտավոր ասած լուծվեց, հա, իհարկե մեր հաշվին, մեր հայրենակիցների հաշվին, մեր արժանապատվության, մեր հողերի, մեր արյան հաշվին լուծվեց։ Հիշում եք մի հատ տենց
անհայտ ցակումնաբանության մեջ Շարլ Միշել գարտես մորուկով բանդնչի непонятный կերպար ինչ որ ասում դե պետք է մի քիչ նշած զողի իջացնել, էսել կրկնեց, պետք է նշած զողի իջացնել եւ երբ որ Ադրբեջանը հարձակվեց Ղարաբաղի վրա, բացի կոչերից ոչինչ չհնչեց, ոչ մի բան չարվեց եւ ահան վերջապես լուծվել է։ Թրիպ են բացում, առևտուր են անում, բենզին են բերում, ինչ որ կապերի հետ կապված ինչ որ ինտերնետային կապերի հետ կապված ինչ որ բաներ են գնում, բանակցություններ են գնում, առևտուր լինելու կամ կա արդեն ու հիմա եթե դուք պատկերացրեք էլի ադրբեջանցիները վերադառնան այստեղ էնել զորքով ումա դա պետք է եկեք մտածենք Մակրոնը կուզի դա չի ուզի բանը այդ Թրամփը կուզի իհարկե չի ուզի դա բերելու է լարվածություն էլի ռեգիոնում եւ այդ լարվածությունը աշխարհին պետք չի Ռուսաստանի մի քիչ պետք է մեզ կարող է լազատ բերի որ մարդես կարող է պատայի հանկարծ մենք էլի կարողանանք այդ խնդիրը լուծենք իհոգուտ մեզ բայց մենք գիտենք որ աշխարհում ոչինչ չի կատարվում մենակ մի կամ երկու երկրի ուզելով մենք գիտենք որ կան աշխարհաքաղաքական ինչ որ տենց խնդիրներ առևտուրի լոգիստիկայի հետ կապված, հա, եւ դա չես կարող լուծել մենակ դու զերոյական կետից, ոնց որ ասեց մեր դասականը, այսպես ասած, մենք գիտենք զերոյական կետից, երբ որ սկսում ես ինչա լինում, որովհետեւ կա ինչ-որ մի հատ process, այդ process-ը գնում է։ Հիմա այդ process-ը գնում է դեպի խաղաղություն։ Կա խաղաղություն իսկական թե ոչ, Ալիևը կստորագրի այդ թուղթը, որը որ կարող է այդ որպես զուգարան թուղթ օգտագործել, թե ոչ, դա լրիվ այլ հարցեր են։ Մենք ունենք այն, ինչ որ այսօր ունենք։ Մենք ունենք ինչ որ պայմանավորվածություններ Ադրբեջանի հետ եւ երկուսս պայմանավորվածություններ աշխարհի հետ։ Այդ աշխարհին այսօր պատերազմ պետք ժողովուրդ ջան, վաղը պետք կլինի այդ պատերազմը։ Անպայման կլինի, որովհետև խնդիրը կա, խնդիրը չի լուծվել, խնդիրը լուծվել է մեր արյան հաշվին, և եթե այդ խնդիրը պետք լինի որևէ աշխարհաքաղաքական կենտրոնին, այդ խնդիրը էլի դուրս է գալու ջրի երես, էլի գտնվեն Շարլ Միշելներ, որոնք որ կտեր կտան մեզ, կամ Պուտիններ, որոնք որ էլի կտեր կտան մեզ, մենք էլ բնականաբար մեր դառն ու ցավը մեր խնդիրը ուզենալով լուծել եւ դա շատ ոնց ասեմ շատ բնական ցանկություն է այդ խնդիրը լուծելը այդտեղ չի որ մենք ագրեսոր ենք ուզում ենք բանը Ադրբեջանին ոչնչացնենք եւ այլ չէ այդ իրանք են ուզում ու իրանք էլ են ուզում դա էլ իրանց օբյեկտիվ պատճառներն է որովհետեւ քանի մենք կանք այդ ՍԵՊԿ Հայաստանը որպես այդպիսին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև դա իրանց համար խնդիր է Պարսկաստանի հաշվին դա չեն կարող լուծել, որովհետև Պարսկաստանը լուրջ երկիր է, դրանք Տրամպը կարար մտածել, որ ան լուրջ երկիր է, էլի մտնենք, խփենք բան, տենց ու կլուծենք, մոռանալով, որ Պարսկաստանը չունի անգամ անկախության տոն։ Այո, եւ իր երկրի 200 տարվա երկրի նման չի, էլի, ասենք լուրջ երկիր է, հազարամյակներ անցած հելենիստական շրջանից մինչև այսօր, ով մնաց մեջտեղը Հայաստանը։ Կարող է, ժողովուրդ ջան ամեն ինչ կարող է։ Ինչա պետք անել, որպեսզի, ասենք, այդ 300,000-ը, այսպես ասած, չվերադառնան, ոչ միայն 300,000-ը, այլ դրանպես Հայաստանը գոյատևի լինի, մնա Հայաստանը, այն Հայաստանը, որը որ այսօր կա։ Նախ եւ առաջ պետք է ձևավորել հնարավորին չափ, չնայած դա չեն թողնում, նորմալ իշխանություն։ Նորմալ իշխանությունը բաղկացած է երկու թևերից։ Չի լինում միաբևեռ իշխանություն։ Եթե դա իհարկե տոտալիտար, ինչ-որ տենց ավտորիտար իշխանություն չի, ավտորիտար ռեժիմ չի։ Հիմա որ ասում եմ, որ հիմա ավտորիտար ռեժիմը բան սուտ է, շեշ դուս են տալի, տենց չի, սա դեմոկրատիկ, կիսա դեմոկրատական ինչ-որ տենց թերի բան է, զարգացած երկիր է, որը այդ ուղղությամբ գնում է։ Հիմա արևելք է այդում, արևմուտք է այդում, դա տիեզերք է թռնել, դա արդեն կարևոր չի։
բայց փաստը մնում է փաստ։ Ու այդ երկիրը պետք է ուժեղ լինի։ Այդքան բան։ Զարգացնի երկրի ինստիտուտները, բանակը, կրթությունը ամենակարևորը, կրթությունը։ Կրթության համար ինչա եղել, ինչա խոսվել հազար անգամ ասել եմ, որ մենք մենակ մեր ռեսուրսներով ոչի բան չեն կարող զարգացնենք։ Թեկուզ հենց բանակը մենակ մեր ռեսուրսներով չեն կարող զարգացնենք, գիտենք եւ դրա համար զենք ենք բերում, ուղարկում ենք սովորեն, գան, ինչ որ նոր ռեֆորմներ, բան եւ այլն, ու ինչ որ վերաբերվում է, ասենք, կրթությանը, ելի մեր ռեսուրսներով չեն կարող, որովհետեւ շատ քիչ ռեսուրս ունենք մենք մեր համալսարաններում, մեր դպրոցներում, ասենք, տեղ կա ընդհանրապես խայտարակ վիճակ կա, տեղ կա որ թույլ է, պետք է հրավիրվի, պետք է մենք գնանք, սովորենք, այդ ամեն ինչը process է, որ պիտի լինի։ Այ այդ դեպքում էլի պարզ է ադրբեջանցիք ոչ միայն կուզեն վերադառնան, այլ կուզեն մեզ ուտեն, հում ճաշը է, փենսեց, իրանց բայրամին դնեն ուտեն այդ ճաշը, պարզ է։ Բայց ճանապարհը դա է, միակ ճանապարհն է։ Ուղղակի խնդրում եմ թեկուսի մետեվորթին, որին սպասում եմ ամսի 17-ին կամերային թատրոնում, մի դեպ, այդ էլ ասեմ ձեռի հետ, որ տարինց քեզ հետն եմ խաղալու էլի, որովհետև շատ այսպես ուզում էի այն լորուզորը խաղայի, չստացվեց, դրա մասին վերջում, հա։ Հենց գոնե իմ հանդիսատեսը եւ հետեւորդը չտրվի այդ հիմար, ասենք, բաներին, հա, եւ չնմանվի ինձ կամ իմ դասատուին, որոնք որ, ասենք, 60 տարի առաջ, ասենք, 50 տարի առաջ, տենց ասենք, մեզ հիմար բաներ էին ասում, որ այն Աստված չկա կամ կա, հա, ասենք, այդ ամենը լուրջ հարցեր են, որին չեն կարող ասել ոչ մի գիտնական պատասխանել մարդավարի, էլի, հա։ Եվ միակողմանի նայելը դառնում ես գեղի քահանա ընդամենը, էսե միակողմանի նայելը դառնում ես կամ մեր ընդդիմությունը կամ մեր իշխանությունը, էլի, մի քիչ ավելի բարձր կանգնենք դրանից։ Մյուս անգամ ընտրություններին կստացվի մի քիչ ավելի բարձր իշխանություն ձևավորել, ես միայն ուրախ կլինեմ։ Թեպետ ընտրություններով այս երկրում շատ բարդ է ինչ-որ բան փոխելը։ Արդից օգտվելով հիշեցնեմ, որ 17-ին խաղում եմ տարից քեզ հետ ներկայացումը, ուզում եմ լորոզորը խաղայի ժողովուրդ ջան, բայց դա երևի կտեղափոխեմ Սարի թատրոն, դե խաղամ կամերային թատրոնում, մտեք կամերայինի կայք, մտեք Տոմսար կխեյեմ, որ ինչի եմ դա խաղում էլի, որովհետև շատ ցանկացողներ եղավ, երկու ներկայացում խաղացի ընդամենը եւ ոնց որ ասում են պահանջում են էլի խաղամ, ահագի մարդ էլի կուզեր տեսներ, համեցեք, ինչ ասեմ, ամսի 28-ին գնում եմ Դիլիջանында եմ խաղալու Շարքային Դանելյանը, դա դες փոքր իվենթ է, էլի կարող եք փորփրել էջերս եւ գտնել թե ինչպես կարելի է Տոմսեր ձեռք բերել։ Իսկ 17-ին սպասում եմ ձեզ կամերային թատրոնում, շատ ուրախ կլինեմ, որ եւս մեկ անգամ ձեզ ներկայացնեմ իմ դոկումենտալ տրագիկոմեդիան «Տար ինձ քեզ հետ», որը բաղկացած է 3 մասից։ Այդքան բան, նաև ասեմ ժողովուրդ ջան, շարունակվում է Սարի թատրոնի շինարարությունը, շնորհակալություն բոլորին, որ աջակցել է, եւ շնորհակալություն նրանց, ովքեր որ դեռ շարունակում է աջակցեք, որպեսզի ամառը սարքեմ, ամեն ինչ սպրծնեմ, թեպետ որոշել եմ խաղամ նաև բացօթյա, որովհետև սպասեմ մինչև սարքեմ, մեջ մի սաթի գարուն կգա, շատ բան է պետք դրա համար, որոշել եմ շատ լավ, շատ սիրուն սարքել, դրա համար donation-ը դեռ շարունակում եմ։ Հենց այդքան բան, ժողովուրդ ջան, շնորհակալություն, կհանդիպենք։